Բարև հարգելի լրագրողներ, նախ առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ շաբաթ օրով ներկա եք գտնվել այս ասուլիսին եւ առանձին շնորհակալություն, որ բարձրացնում եք այս հարցը, ինտերնետ շահումով խաղերի հարցը, որը շատ մեծ վտանգ է Իրանից ներկայացնում մեր պետությանն ու մեր հասարակությունը։ Նախ կարճ ներկայացնեմ ինձ ու մեր հասարակական կազմակերպությունը, իմ անունն է Արթուր Միքայելյան, ես գիտակից հասարակություն սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահն եմ։ 4 ամիս առաջ գրանցվեց մեր հասարակական կազմակերպությունը եւ հասարակական կազմակերպության առաջին գործը դա ինտերնետ շահումով խաղերի ոլորտի ուսումնասիրություններ։ Իմ աչքից չվրիպեց դեկտեմբեր ամսին այն թիվը, որ 2023 թվականին մենք ունեցել ենք 6.3 տրիլիոն դրամ շրջանառություն այդ ոլորտում, որը անբնական էր թվում։ Ու դրանից հետո ես փորձեցի ավելի խորը մտնել այդ ոլորտի մեջ, հասկանալու թե ինչ է կատարվում ընդհանրապես այդ ոլորտում։ Այս թեման ինքն իրանով ոչ թե միայն խաղային բիզնեսը, այլ ինքը դանդաղ, բայց համակարգած ու ահագնացող տեմպերով ոչնչացնում է մեր պետությունը ներսից։ Սա ասում եմ ես ամենայն պատասխանատվությամբ, թե ինչու կփորձեմ ասուլիսի շրջանակներում հիմնավորված փաստերով ու փաստարկներով ներկայացնեմ այս ամեն ինչը։ Ու այս ամեն ինչը ոչ թե քաղաքացիների համար անձնական ողբերգություն է, որ շատ դեպքերում մարդիկ կորցնում են իրենց ունեցվածքը, նույնիսկ ունենում ենք մենք դժբախտաբար ինքնասպանության դեպքեր, սա պետության կողմից անտեսվածը չակերտավոր եմ ես ասում, ու վերահսկողության բացակայության ներքո գործող բիզնես ոլորտը։ Հիմա ես փորձեմ կարճ ներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ է ընդհանուր կատարվել այս 4 ամսվա ընթացքում, որից հետո կանդրադառնամ ձեր հարցերին։ 4 ամսվա ընթացքում ու աշխատանքները սկսվեց նրանից, որ փորձեցինք պետեկամուտների կոմիտեից, որը հանդիսանում է ոլորտի վերահսկող մարմինը, հասկանալու, թե ինչ թվերի շրջանառության մասին է խոսքը։ Պետեկամուտների կոմիտեից մենք ստացանք նամակներ 2024 թվականի շրջանառության վերաբերյալ ու համեմատության մեջ դնելով այս ամենը 2018 թվականից հետո, ինչի համար 2018 թվականից, որովհետև 2018-ին եղել է ամենացածր ցուցանիշը այս ոլորտում, ընդամենը 0.3 տրիլիոն դրամ, այսինքն 333 միլիարդ դրամ։ 2024 թվականին ոլորտի աճը կազմել է 2037%, այսինքն այս տարիների ընթացքում, 7 տարվա ընթացքում, անհավանական թիվ է որպես խաղադրույք տրվել այդ ինտերնետ խաղումով շահերի մեջ ու անհավանական շահում է տրվել խաղերի մասնակիցներին։ 26.5 տրիլիոն դրամ որպես խաղադրույք ընդունել են այդ ընկերությունները եւ 26 տրիլիոն դրամ խաղերի մասնակիցներին վճարել են շահում։ Սա 2018-ից 2024 թվականը ընկած ժամանակաշրջանն է։ Հասկանալու համար, թե այս թվերի մեծությունն ինչ է, մոտավորապես կարամ ասեմ, 2024 թվականին միջին թվաբանականով յուրաքանչյուր 1 ժամում Հայաստանի Հանրապետությունում մոտ 2 միլիոն դոլարի խաղադրույք է դրվել եւ մոտավորապես այդքան գումար վճարվել է։ Սա ասենք 24/7 ռեժիմով, թվերի մեծությունը այս կարգի է։ Ու հետո փորձեցինք հասկանալ տենդենսը ինչի հետ կարող այս ամեն ինչը կապ ունենա, անկեղծ ասած ոչ մի տրամաբանություն չկար։ Տրամաբանություն չկա ինչի համար։ Համաշխարհային շուկայում այս ոլորտը նույնպես տարեցտարի ունենում է ինքը աճ։ Բայց համաշխարհային շուկայում յուրաքանչյուր տարի միջին, այս տարիները նկատի ունեմ, եղել է ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որտեղ ոնց նշեցի 2037% էր, համաշխարհային շուկայում այդ աճը կազմել է 10.4% յուրաքանչյուր տարի։
Ընդհանուր, եթե վերցնենք մոտ 77-78%-ի կարգի է այդ տրամաբանության մեջ, ասենք 77%-ով ամբողջ աշխարհում աճել այս ոլորտը, բայց մեր մոտ ոնց նշեցի 2037%-ով։ Այստեղ նաև շատ մտահոգիչ են թվերը, թե շահումների մասնակիցներին ինչ մեծության կարգի գումարներ է վճարվել։ Այսինքն այս ընկերությունները աշխատել են ընդամենը 1.8 ամենալավ դեպքում 1.8% եկամտաբերությամբ։ Սա ուղղակի ամենայն ազնվությամբ ոչ մի բիզնեսից հասկացող մարդու տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, երբ որ ընկերությունը աշխատի նման ցածր տոկոսայնությամբ, այն դեպքում, երբ որ օրենքը սահմանում է, որ իրանք ունեն հնարավորություն, իրանք պետք է ամենաքիչը 90%-ը ստացված խաղադրույքների վճարեն, բայց առաջին հասցից թվում է, թե ամեն ինչը նորմալ է, մարդիկ ոչ թե վճարել են 90%-ը, այլ վճարել են 98.12%-ը, որը որ լուրջ կասկածների տեղիք է տալիս, թե ովքեր են այդ գումարները ստացողը եւ այլն եւ այլն։ Այստեղ կա մի շատ ուշագրավ հանգամանք եւս կապված թվերի հետ։ Տեսեք, տվյալ ընկերություններում, յուրաքանչյուր ընկերությունում ամեն տարի մենք վերլուծել ենք նաև, թե քանի աշխատող է տվյալ ընկերությունում աշխատել։ Ես հիմա ընկերությունների անուն չեմ տա, բայց շատ պարադոքսալ իրավիճակ ունենք։ Ասենք Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ կա լիցենզավորված 4 ընկերություն։ Շուկան ընդհանուր հասկանալու համար նրանցից մեկը ամենափոքրը, որը որ շուկայի մոտավորապես մինչև 5%-ն է ինքը շուկայի, դրանից ավել չէ, այն մնացած 95%-ը մոտավորապես բաժանվում են այդ 3-ի մեջ։ Երեքն էլ իրականացնում են նույն գործունեությունը ինտերնետ շահումով խաղեր։ Մեկի մոտ կա 4500 աշխատող, գրանցված աշխատող, ես տարեկան միջինն եմ ասում, մյուսի մոտ կա մոտ 2300 աշխատող, իսկ այն մյուսի մոտ կա ընդամենը 190 աշխատող։ Այստեղ բնականաբար այս բոլոր աշխատողների համար ընկերությունները վճարում են եկամտահարկ։ Բայց ամենակարևոր բանը, որ շատերի աչքից վրիպում է, թե ինչ շահութահարկ են վճարում այդ ընկերությունները։ Ասենք ինչ շահույթ են գեներացնում տվյալ մեծականակ աշխատակիցները այդ ընկերության համար։ Ես կարող եմ ասել, ըստ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից, այդ ընկերությունների վճարած հարկերը 22, 23 եւ 24 թվականների, ունենք հետեւյալ պատկերը, որ ընկերությունը, ով ունի 190 աշխատող, ինքը վճարում է 4 միլիարդ դրամ շահութահարկ տարվա վերջում, իսկ այն ընկերությունը, որը ունի 4500 աշխատող, վճարում է ընդամենը 2 միլիարդ 700 հազար, այսինքն 1.3 միլիարդով պակաս, չնայած նրան, որ 20 անգամ ավել աշխատողներ ինքը ունի, իսկ մյուս ընկերությունը, որն ունի 2200 աշխատող, վճարում է 2 միլիարդից պակաս հարկեր։ Այստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում, արդյոք տվյալ աշխատանքները, որը որ իրականացնում են տվյալ ընկերություններում տվյալ աշխատակիցների միջոցով ծառայում են կոնկրետ այս ընկերությունների համար Հայաստանի Հանրապետությունում շահույթ գեներացնելու համար։ Երրորդ շատ կարևոր հանգամանքը, որ ես ուզում եմ դրան ուշադրություն դարձնեմ, դա տվյալ ընկերությունների կողմից անձնական տվյալների պաշտպանությունն է։ Դիտեք, վերջին ժամանակները սկսած 2019 թվականից, 20 թվականից, երբ որ COVID-ից հետո մենք ունեցանք մի այնպիսի իրականություն, որտեղ ինտերնետ կյանքը փոխվեց։ Մարդիկ ավելի շատ ժամանակ տրամադրում են ինտերնետում եւ մարդկանց անձնական տվյալները շատ լուրջ պաշտպանության կարիք ունեն։ Անձնական տվյալների պաշտպանության մասով ես կասեմ հետևյալը, որ ես հանդիպում եմ ունեցել անձնական պաշտպանության տվյալների գործակալության տնօրենի հետ, ունեմ նաև նամակագրությունը նրա հետ, ու պարզվում է ինչ,
մեր երկրում, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ինտերնետ շահումով խաղերի ոլորտը չի վերահսկվել ոչ մի ձևով։ Իմ կողմից ներկայացրած 17 թե 18 հարցին արդյոք իրականացվել են ստուգումներ եւ այլն, չի եղել ընդհանրապես ոչ մի դրական պատասխան։ Ոչ մի ստուգում չի իրականացվել, ընկերությունները արել են այն, ինչ իրենք ուզում են։ Ու այստեղ նաև ես ավելորդ չեմ համարում նշել այն հանգամանքը, որ ընկերությունները հիմնականում երկուսը, որտեղ ես ուսումնասիրել եմ նրանց բոլորի գաղտնիության պայմանները, ինչի հիման վրա խաղացողները, ինչը հաստատելով խաղացողները մուտք են գործում հարթակ եւ սկսում են խաղալ, կա օրենքի այնպիսի խախտումներ, որ թե գործակալությունը, թե դատախազությունը պետք է օր առաջ կասեցնի իրենց գործունեությունը ու սկսի ստուգումներ իրականացնել, թե ինչի համար է այդ ամեն ինչը այդպես։ Անձնական տվյալների մասով, անձնական տվյալների պաշտպանության մասով, նրանք այնպիսի անձնական տվյալներ են պահանջում մարդկանցից, որ ուղղակի անհավանական է, ասենք մարդու անուն, ազգանուն, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հանրային ծառայության համար ու ինչն այս ամեն ինչի մեջ ամենատարօրինակ։ Բոլոր այդ ընկերությունները ունեն եկենք պետական համակարգում ստուգելու եւ այնտեղից ինֆորմացիա վերցնելու լիարժեք իրավունք։ Եկենտից նրանք վերցնում են ամեն տեսակի ինֆորմացիա ու ինչպես իրենք գաղտնիության պայմաններում են նշում, որ իրենց իրավունք են վերապահում, որ ունեն իրավունք շրջանցելով օրենքը, տվյալ ինֆորմացիան փոխանցեն իրենց կամ գործընկերներին, կամ իրենց կողմից վստահելի գործընկերներին։ Կամ մի ընկերություն, որը ցավոք սրտի ես զարմանում եմ, էլի ինչի համար կարա տենց բան լինի, արդյոք պետական մարմինները ընդհանրապես այս հարցով չեն զբաղվել, մեկը գրում է նույնիսկ այսպիսի բան, որ կարամ ես հիմա ցիտեմ, որ ինքը կարա տա տվյալները, անձնական տվյալները իր կողմից վստահելի գործընկերներին, որոնք էլ իրենց հերթին կարող են տալ այլ գործընկերների։ Այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասով մենք ունենք շատ լուրջ խնդիր։ Անձնական տվյալների մասով ես կուզեմ անդրադառնամ նաև մի շարք հարցերի, որ ես փորձեցի մամուլից գտնել հրապարակումներ, որոնք եղել են նախկին տարիներին, ու ունենք մենք փորձագետներ, որ այդ փորձագետները բարձրաձայնել են Արթուր Պապյան 2022 թվականից մարդը բարձրացանել է այն հարցը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 2.5 միլիոն հայի անձնական տվյալների արտահոսք։ 2.4 միլիոն հայի։ Սրա մասով պետությունը ոչինչ չի արել, ընդհանրապես ոչինչ չի արել։ Նույնիսկ իրանք չեն մտածել այն ուղղությամբ, որ ինտերնետ շահումով խաղերը կարող են նաև իրանք թիրախավորվել ու կիբերհանցագործության շնորհիվ կիբերհանցագործները իրանք սերվերներից փորձեն այդ ամեն ինչը վերցնելու։ Այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք այդ անձնական տվյալների պաշտպանության մասին այս ոլորտի հետ կապված, որ իրենք չարաշահում են իրենց լիազորությունները պետական վերահսկողության բացակայության պատճառներով եւ հիմնավոր կասկածներ կան, որ իրանց կողմից իրանց մոտ ամենայն հավանականությամբ եղել են շատ մեծ քանակի տվյալների արտահոսք։ Տվյալների մասով, անձնական տվյալների մասով նույն փորձագետը վերջերս մոտ 1 ամիս առաջ դրված հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնեց, որ ինտերնետում ազատ վաճառքի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներ, ազատ 100,000, 200,000, ասենք darknet-երից հնարավոր ասենք առնել 100-200,000 տվյալ ընդամենը 11,000 դրամով, որը որ իրապնդմամբ ինքը ձեռք է բերել այդ տվյալը։ Հիմա հարց է առաջանում, որ երբ որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը այնպիսի մի մեծ
ոլորտի, որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության եւ ոչ միայն ահռելի քանակով մարդկանց տվյալների, ինչի համար մինչ օրս ուսումնասիրություն չի կատարվել։ Իմիջիայլոց ավելորդ չեմ համարում նաեւ նշեմ, որ մեր մոտ եղավ պայմանավորվածություն տվյալ գործակալության հետ իմ առաջարկով, որ ես ուզում եի հանդիպեի տվյալ 4 ընկերությունների ներկայացուցիչների հետ, այնտեղ նաեւ ես ցանկություն էի հայտնել, որ ներկա լինեն ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ եւ դատախազության ներկայացուցիչ, սկզբից հաստատվեց մեր հանդիպման օրը, ժամը, որից հետո ներողություն խնդրեցին ու ասացին, որ հանդիպում տեղի ունենալ չի կարող, հա։ Մենք այստեղ ունենք շատ լուրջ խնդիր, որտեղ այս ոլորտը բացի ֆինանսական մասից նաեւ այստեղ կա անձնական տվյալների պաշտպանությունը, որ ամեն դեպքում շատ խիստ կարևոր է։ Նույնիսկ անձնական տվյալների պաշտպանության մասով ընկերություններից մեկը հայտնում է այն մասին, որ ինքը կարա քաղաքացիների, սկսած թե ինչքան ալիմենտ են իրանք վճարում, տվյալները վերցնի պետությունից ու ոստիկանությունից, թե մարդը ինչքան դահակ ունի, մի խոսքով ամեն ինչ։ Մեր քաղաքացիները իրանք չհասկանալով համաձայնվում են տվյալ գաղտնիության պայմաններին, որից հետո նրանց տալիս են լիարժեք տիրապետելու իրենց մասին ինֆորմացիային։ Բայց այդ չի նշանակում ամենևին, որ քաղաքացիները պաշտպանված չեն։ Գիտեք, շատերն ասում են մարդը սեղմեց, մարդը համաձայնվեց, ժողովրդական լեզվով ասած իր ամուր իր գլուխ։ Բայց այդպես չէ, էլի յուրաքանչյուր մարդ ունի անձնական տվյալների պաշտպանության իրավունք։ Դա ես չեմ ասում, դա սահմանադրությունն է ասում Հայաստանի Հանրապետության եւ անձնական տվյալների պաշտպանությունը դա հիմնարար սկզբունք է, որ մարդը չի կարող ինքն իրանով ինքը որոշի, ասի ես հրաժարվում եմ իմ անձնական տվյալների պաշտպանությունից։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա քաղաքացիների մասով, իսկ հիմա իրավաբանները ավելի խորը կուսումնասիրեն այս ամեն ինչը, որովհետեւ ելնելով թե գործողություններից, թե նրանց գաղտնի այդ ընկերությունների գաղտնիության պայմաններից, այստեղ ես տեսնում եմ հիմնավոր կասկածներ, որ տվյալ ընկերությունների մեծ մասը չարաշահել են իրենց լիազորությունները, անձնական տվյալները պահպանվել են առանց երաշխիքների այնպիսի երկրներում, որտեղ անձնական տվյալների պաշտպանությունը ոչ բավարար մակարդակի է, ու քաղաքացիները իրավունք ունեն հիմնավոր կասկած ունենալու, որ այդ ամեն ինչը եղել է օրենքի խախտմամբ ու այդ ամեն բանն էլ ենթադրում է, որ մարդիկ կարող են նաև ունենան հնարավորություն վնասի փոխհատուցում պահանջելու տվյալ ընկերություններից։ Սրա մասին ասում է նաև անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի 17-րդ հոդվածը, երբ որ իրավունքի սուբյեկտը գտնում է, համարում է, որ իր իրավունքները խախտվել են, ինքն ունի վնասի փոխհատուցում պահանջելու իրավունք։ Սա շատ լուրջ բան է ու ես խնդրում եմ, եթե կան Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասնագետներ, շատ լուրջ խորը զբաղվեն այս հարցով, որտեղ սրան արդեն պետք չի մատների արանքով նայել։ Նույն մի բան էլ ավելացնեմ անձնական տվյալների մասով ու հետո անդրադառնանք այլ հարցերին։ Էլի այլ փորձագետներ նշել են, որ անհավանական քանակի անձնական տվյալների արտահոսք ենք մենք ունեցել Հայաստանի Հանրապետությունից սկսած 44-օրյա պատերազմից, բայց ես չհանդիպեցի ոչ մի գործ կամ ոչ մի նյութ, որ պետությունը ընթացք տվել այս ամեն ինչին։ Պետությունը ուղղակի լուր հետևել է ու երբ որ մենք ասում ենք անձնական տվյալներ, այս դեպքում մենք պետք է հասկանանք անձի կենսաչափական տվյալները, որն իր մեջ ներառում է անձնագիր, լուսանկար եւ այլն։ Նկես վերջերս բանկերի կողմից այդ վարկեր ես մի երկու նյութ կարդացի, որ մարդիկ տեղյակ չեն, որ իրանց անունով վարկեր է տրամադրվել, իսկ միգուցե այդ տվյալները արտահոսել են այս ընկերություններից կամ այն մյուս ընկերություններից ու մարդիկ տեղյակ չեն իրանց անունով արել են։ Միգուցե մենք գործ ունենք նման բանի հետ։ Դրա համար պետության կողմից վերահսկողության տոտալ բացակայությունը բերում է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պաշտպանված չեն անձնական տվյալների պաշտպանության մասով։ Դա փաստում է նաև
միջազգային վարկանիշները, որ նույն թե Թուրքիա, թե Ադրբեջան, թե Իրան, թե Վրաստան ավելի լավ դիրքերում են, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերվում է մյուս հարցին, դա հնարավոր կոռուպցիոն ռիսկերն են, որ հնարավոր է այս ոլորտում մենք առնչվենք։ Մամուլում շատ կան նյութեր, որ ապացուցում են ու փաստում են որոշ ընկերությունների ջերմ ընկերական հարաբերությունները ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների հետ։ Ու ես հակված եմ մտածելու, որ միգուցե այդ ընկերական հարաբերություններն են, որ թույլ են տալիս վերահսկողություն չունենալու այդ ոլորտում։ Որտեվ գիտեք, երբ որ սովորական քաղաքացին խանութում փոքր կրպակ ունեցող ինչ-որ մի բան վաճառելու ժամանակ հանկարծ չտրամադրի 100 դրամանոց ապրանքին ՀԴՄ կտրոն, արդեն չտրամադրած հարկային մարմինները այնտեղ կանգնած կլինեն եւ կտուգանեն այդ մարդուն։ Բայց այս ոլորտում այս տարիների ընթացքում չի եղել ոչ մի ստուգումներ ու մարդիկ իմ եղած նամակագրությունից պետական հիմնարկների հետ, չի եղել ոչ մի ստուգում, որ մարդիկ ասեն, որ մենք այս ոլորտում ստուգումներ ենք իրականացնել։ Ասեմ ավելին, պետական եկամուտների կոմիտեն ինքը հայտնում է, որ հարկային գաղտնիք է, ազգային անվտանգությունը հայտնում է պետական գաղտնիք է, կենտրոնական բանկը տեղյակ չի, թե այդ գումարները որտեղից են եկել, 26 տրիլիոն դրամ գումար մուտք է գործել 26.5 Հայաստանի Հանրապետություն, շրջանառվել է Հայաստանի Հանրապետությունում եւ 26 տրիլիոն դրամ վճարվել է քաղաքացիներին որպես շահում, ու ոչ մի կառույց տեղյակ չի դրա մասին։ Որտեղից են եկել այդ գումարները, ում է վճարվել այդ գումարները, ինչի համար է վճարվել այդ գումարները, ոչ մի կառույց ընդհանրապես տեղյակ չի։ Եվ քանի որ ոլորտը ունի նաև շատ մեծ սոցիալական նշանակություն, մեր հասարակական կազմակերպությունը որոշում է կայացրել այս մասով, քանի որ դատախազությունը նաև ունի հնարավորություն տվյալ ընկերություններից ստանալու կամ տվյալ պետական կառույցներից ստանալու պարզաբանումներ, դիմել դատախազություն որոշակի հարցերի կոնկրետ պարզաբանումներ ստանալու համար։ Որտեվ նման մեծ գումարների ծագումը չիմանալը կամ անձնական տվյալների մասով այդքան շատ ռիսկերը, խաղերի մանիպուլյացիաները, երբ որ ես ինքս տեսել եմ, արձանագրել եմ, երբ որ նույն, ինչպես են ասում իրանց մոտ նույն ID-ն մեկ օրվա ընթացքում կարա մի քանի ջեքփոթ ինքը հաղթի։ Բայց հավանականության տեսության մեջ էլ չկա այդպիսի բան էլի, որ օնլայն կազինոյում մեկ ID-ն ունենա հնարավորություն, ասենք մեկ օրվա ընթացքում 3 ջեքփոթ 30 քանի միլիոն, ասենք մի դեպքում 20 քանի միլիոն դրամ ասենք հաղթելու։ Բայց այս ամեն ինչը նոնսենս է ու մենք դիմել ենք դատախազություն պահանջով այս հարցերին տալ պարզաբանումներ։ Արդյոք այս ամեն ինչը օրինական է թե ոչ։ Որտեղ մենք գործ ունենք, կապ չունի այսօր իշխանությունը ով է, ինչ է, այսօր իշխանությունը, չգիտեմ, քաղաքացիական պայմանագիրն է, վաղ այլ իշխանություն կլինի, բայց մենք ապրում ենք մի պետությունում, որն ունի ապագա, ու ոչ մի կուսակցություն իրավունք չունի իր քաղաքականությամբ այնպես անի, որ պետության վարքը հասցնի այն աստիճանի, որ դրանից հետո դժվար լինի պետության քաղաքացիներին ապրել։ Հələ եմ ասում, ռիսկերը շատ մեծ են ու ելնելով այդ ամեն ինչից մենք դիմել ենք, որ ստանանք կոնկրետ պարզաբանումներ հարցերի վերաբերյալ, ու այդ հարցերը վերաբերվում են թե ֆինանսական հոսքերին, թե կոռուպցիոն ռիսկերին, թե ծրագրային անվտանգությանն ու խաղային թափանցիկությանը, որտեղ
Այստեղ պարզ չի, թե նույն այդ ինտերնետ շահումով խաղերը լիցենզավորված են տվյալ խաղերը, թե չէ։ Արդյոք իրանց մեջ գումարների հետ վերադարձի տոկոսները պահպանված են, թե չէ, որտեվ վերջի վերջո պարտվում է այս խաղի մեջ սովորական քաղաքացին։ Միջին ու ցածր խաղը։ Մենք շատ ժամանակ օգտագործում ենք խաղամոլության դեմ պայքար հասկացողությունը, բայց հավատացած եղեք, որ իմ շփումը այս ընթացքում տարբեր մարդկանց հետ, ովքեր որ խաղում են այդ համակարգերում, բերել է հետևյալ եզրահանգման, որ մենք շատ դեպքերում չունենք խաղամոլության հետ խնդիր։ Մենք ունենք գումարը հետ բերելու մոլուցքով տարված քաղաքացիների հետ խնդիր, որտեվ մարդիկ պարտվել են տվյալ մարդկանց տարբեր տեսակի, թե SMS-ների միջոցով, թե էլեկտրոնային փոստի միջոցով շահագրգռում են մասնակցել ինչ-որ ջեքփոթի խաղարկություններին, մարդը գումարը դնում է պարտվում ու հետո իր մոտ այդ բեռը ավելի է շատանում։ Անձամբ ես կարող եմ ասել, քանի որ ես ինքս փորձեցի անել մի էքսպերիմենտ, ասենք ու չեմ տվել ես իմ անձնական տվյալները, իսեր Աստծո այդ ընկերությանը, որովհետև եթե դա է նշանակում ես հրաժարվեի իմ անձնական տվյալներից, Հայաստանի Հանրապետությունում բոլորս գիտենք, որ արգելված է ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Ես գրանցվում եմ այդ ընկերությունում, որից հետո ես գալիս է SMS-ներ, դուք վերիֆիկացրեք ձեր անձը ու կստանաք այսքան դրամ բոնուս։ Եթե արգելված է գովազդը, ինչի համար են մարդիկ գովազդ անում։ Ուր է պետական վերահսկողությունը։ Չկա։ Եվ եթե պետական վերահսկողություն չկա, այստեղ ժողովուրդը ինքը պետք է վերահսկողություն սահմանի, ու իմ կարծիքն է դա, խոսի բարձրաձայնի ու ինքը քայլեր ձեռնարկի այդ ամեն ինչին, որ ուղղակի չդառնան թիրախ գումար աշխատելու միջոց այդ ընկերությունների համար։ Ընդհանուր ամփոփ ես փորձեցի ներկայացնեմ, եթե կան հարցեր, մեծ սիրով կպատասխանեմ։ Չէ, քաղաքով մեկ ներողություն, այստեղ ասեմ, քաղաքով մեկ ոչ թե Vivarro-ի բաներներն են, հա, այստեղ մի փոքր շտկում մտցնեմ, Fast Shift, եթե չեմ սխալվում, ինքը ունի մի քանի ընկերություն, soft contract-ը, հա, Fast Shift եւ այլն, կամ չգիտեմ Fast Bank, միգուցե հնարավոր է գովազդները, այստեղ նաեւ շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Տեսեք, այստեղ կա մարդկանց մոլորության մեջ գցելու Այո, մարդկանց մոլորության մեջ գցելու, որտեղ նույն գույներով այլ ընկերություններ գովազդելը մարդկանց հոգեբանորեն տանում է դեպի այդ ընկերություն։ Այստեղ ինձ թվում է, ես չգիտեմ, որ կառույցն է զբաղվում դրանով, բայց իրանք շատ լուրջ անելու գործ ունեն, էլի, որտեղ այստեղ մարդկանց մոլորության մեջ գցելու ֆակտոր գոյություն ունի։ Շատ շնորհակալություն հարցի համար, շատ ծավալուն ու հետաքրքիր հարց տվեցիք, ու երկու մասի բաժանեմ, հա, այն որ մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք մի այնպիսի իրավիճակ, որ խաղում են եւ մեծերը եւ փոքրերը, եւ կին եւ տղամարդ, եւ ոստիկանը եւ զինվորը, դա փաստ է, դա անհերքելի փաստ է։ Անձամբ ես տեսել եմ ոստիկանների ծառայության ժամանակ, որ խաղում են։ Ինչի համար են խաղում, չգիտեմ, ինչի համար են խաղում, բայց խաղում են մարդիկ, թե բանակում։ Այս արգելքը պետք է պարտադիր լինի։ Այն ինչի մասին դուք հարցրեցիք, այս վերջին տարիներին օրենքի փոփոխություններ։ Ուրեմն վերջին տարիներին եղած ոչ մի օրենքի փոփոխություն միտված չի եղել խաղամոլության արգելքին կամ նվազմանը։ Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։
Հիմա ես կփորձեմ բացել փակագծերը ու ձեր մոտ ձեզ համար կլինի ամեն ինչ պարզ։ Ուրեմն օրենքի փոփոխությունների ժամանակ փորձել են հարկեր բարձրացնել եւ նույնիսկ նոր օրենքը խաղային գործունեության մասին օրենքը նոր որ մտցրեցին անցած տարի, եթե չեմ սխալվում, ընդունվեց, այստեղ բարձրացվել է միայն բացառապես խաղերի կազմակերպիչների կողմից վճարվող հարկերը։ Եղել է շատ դեպքերում մանիպուլյացիա ու ինքը ոչ մի դրական ազդեցություն չի ունեցել։ Նույնիսկ վերջերս քաղաքացիական պայմանագրից մի պատգամավոր Հայկ Սարգսյան ազգային ժողովում ելույթ ունենալու ժամանակ ինքը մի քանի այնպիսի հայտարարություններ արեց, որ այդ հայտարարությունից հետո դատախազությունը ուղղակի պարտավոր էր քրեական գործ հարուցելու։ Պարտավոր էր ուղղակի այդ ամեն ինչը անելու։ Ես չգիտեմ արվել է թե չէ, նույն Հայկ Սարգսյանի կողմից բերված օրինագիծը սկզբից բարձրացանվեց, որ ավելանում է շրջանառության հարկ 10%-ով։ Առաջին ընթերցման անցավ, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ, ոնց որ իրանք նշեցին, վարչապետը կանչում է եւ այդ 10% շրջանառության հարկը փոխվում է տուրքի ավելացմամբ, որը ընդհանուր գումարի մեջ ավելացավ ընդհանրապես 0.13-18%-ով։ Ոչ մի միտում չի եղել, որ այնպես անել, որ մարդիկ շատ չխաղան։ Ասեմ ավելին, այն որ այս էփերը մտցրեցին յուրաքանչյուրի տուն 24/7 ռեժիմով, սա ուղղակի ահագնացող տագնապ է, որ մարդը ունի հնարավորություն յուրաքանչյուր ժամի խաղալու։ Իմիջիայլոց էփերի մասին ես ասեմ շատ կարևոր է։ Ուրեմն ընկերություններից երկուսը, ովքեր որ ունեն գերակա դիրք շուկայում, բոլորը շատ լավ գիտեն էփերը քաշելու մեխանիզմները, հեռախոսի մեջ ներբեռնելու մեխանիզմները։ iPhone ունեցողները դա անում են App Store-ից, իսկ Android համակարգով աշխատող հեռախոսների համար կա Play Market։ Հիմա երկու ընկերության էփերը հնարավոր չի Play Market-ից քաշել։ Հնարավոր չի քաշել։ Ինչի համար, որովհետև Google Play Market-ը թույլ չի տալիս տվյալ ընկերության էփերը, որ լինեն այնտեղ։ Ինչի համար կարա թույլ չտա։ Կարա թույլ չտա բացառապես անվտանգության երաշխիքներից ելնելով։ Տվյալ ընկերությունները մարդկանց ուղղորդում են իրենց վեբկայթ եւ այնտեղից APK հավելվածների միջոցով QR կոդը կարդալով ներբեռնում։ Ուրեմն ինչ վտանգ կա սրա մեջ, ես շատ եմ ուզում այս մասին, որ հասարակությունը իմանա։ Յուրաքանչյուր APK ֆայլի միջոցով ներբեռնված հավելված կարա իր հետ ձեր հեռախոսի մեջ այնպիսի ծրագրային ապահովումներ դնի, որ իրանք հասանելիություն ունենան թե ձեր կոնտակտներին, թե ձեր հեռախոսի կամերային, թե ձայնագրություններն, ամեն ինչ, տվյալ մարդու հեռախոսը դառնում է տվյալ ընկերության սեփականություն, այսպես կարամ ասեմ։ Ես չեմ խոսում նաև գեոլոկացիայի մասին, որ ես չգիտեմ, թե իրավական ինչ հիմքով են այդ մարդիկ գեոլոկացիա անում բոլոր այն մարդկանց, ովքեր օգտագործում են իրենց էփերը։ Մարդը օգտվելով տվյալ ընկերությունների ծառայություններից, ինքը իրեն ֆիզիկապես տալիս է իրենց։ Կարամ այսպես ձևակերպեմ, որտեվ ուր գնացիք, ինչ արեցիք, ինչ հետաքրքրություն ունեք, ինչ առաք, ինչ գնումներ կատարեցիք որտեղ։ Այդ մարդիկ ասում են, մենք իրավունք ունենք, մենք իրավունք ենք մեզ վերապահում այդ ամեն ինչը իմանալու։ Այստեղ ես խորհուրդ եմ տալիս բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որ APK հավելվածների միջոցով քաշել են, խոսեն մասնագետների հետ, որտեղ հնարավոր է իրենց հեռախոսներում այդ APK-ների միջոցով ներդրված լինի այնպիսի ֆայլեր, ես վստահ չեմ, բայց հնարավոր է։ Դա մասնագետները կարող են ավելի լավ բացատրել, հնարավոր է այնպիսի ֆայլեր լինեն, որ իրենք հնարավորություն ունենան հեռախոսի մեջից կարդալու ամեն ինչը։ Ցավոք սրտի տվյալներ չկա, կոնկրետ տվյալներ չունեմ բանակում ինչ վիճակ կա, բայց մամուլից տեղեկացած եմ, որ կա նման բան, որը որ շատ ցավալի է։ Եվ ես վերջին հարցում եմ ազգային անվտանգությունը, եթե ինչ դիրքորոշում ունի այս հարցի
Ուրեմն ազգային անվտանգության մասով ազգային անվտանգությանը մենք տեղեկացրել ենք որոշ հարցերի մասով պարզաբանումներ ստանալ, նրանք տեղյակ են այս հարցից, բայց որոշակի հարցերի վերաբերյալ նրանք պատասխանել են մեզ, որ այստեղ կա պետական գաղտնիք, հասարակական կազմակերպությանը չեն տրամադրել համապատասխան ինֆորմացիա, խնդրելով մեզ գործ ունենալ վերահսկող մարմնի հետ, հարցերն ուղղել եւ ինչքան որ հնարավոր է այդ հարցերին պատասխան տալ, եւ դա է հիմնական պատճառը, որ մենք փորձել ենք դիմելով դատախազությանը այնտեղից ստանալ հստակություններ կամ բարձրացնել, որ իրենք զբաղեն, որտեղ մենք այստեղ տեսնում ենք կոնկրետ ազգային անվտանգային խնդիր։ Այս հարցի լուծումը պետք է բացառապես պետությունը տա։ Պետությունը այս պահին ինչքան ես հասկանում եմ, ինքը չի ուզում այս հարցին լուծում տա։ Տեսեք, պետությունը չի կարողանում վերահսկի 4 ընկերության, բայց չգիտես ոնց պատրաստվում է նույն ասենք հայտարարագրերի մասով վերահսկի ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Լավ, ինչպես, ոնց։ Հիմա նոր օրենքը երբ որ ընդունեցին, որը մոտ ապագայում էլ եմ ասում ամենայն վստահությամբ մոտակա 1 տարվա ընթացքում ինքը չի գործելու, այդ այն օրենքն է, երբ որ իրանք ասում են սոցիալապես անապահովներին, զինվորականներին արգելվելու է, այստեղ կա մի խնդիր։ Օրենքը կսկսի գործել այն ժամանակ, երբ որ իրանք կընտրեն օպերատոր։ Օպերատորի համար ենթաօրենսդրական ակտերը պետք է իրանք ընդունած լինեն, թե ինչպես է ընտրվելու օպերատորը, պետք է ընդունած լինեին մարտի 1-ին, հա։ Մինչ այսօր չի ընդունվել այդ ամեն ինչը։ Երբ ընդունվի, դրանից 6 ամիս հետո, երբ օպերատորը հայտնվի, երբ իրանք որոշեն ու կնքեն օպերատորի հետ պայմանագիր, նոր այդ օրենքը լինելու է ուժի մեջ։ Այս պահի դրությամբ մոտ ապագայում ես վստահ եմ, այդ օրենքը չի գործելու ու իրանք շարունակաբար, այս ընկերությունները ունենալու են հնարավորություն հին օրենքի շրջանակներում գործել ու այս անօրինականությունների շարքը շարունակվելու է։ Ոնց եմ ես տեսնում այս ամեն ինչի լուծումը, շատ պարզ։ Հավելվածների արգելափակում, թեկուզ ժամային, սկսած աշխատաժամերին, որոշակի տարածաշրջաններում, որտեղ մենք սահմանային գոտի է, որտեղ մենք գործ ունենք սահմանի պետք, այնտեղ տոտալ արգելափակում հավելվածների, որ գեոլոկացիան էլ չաշխատի, որտեղ ես էլ եմ ասում, ես վստահություն չունեմ, որ իրանց մոտից գեոլոկացիան չի եղել արտահոսք։ Չունեմ այդ վստահությունը։ Արգելափակում, որից հետո նոր օրենքի մշակում, նոր դրանից հետո նոր կանոններով աշխատանք։ Որտեղ այս ոլորտը այնքան մեծ է, այնքան ինքը շատ նուրբ է, գիտեք, որ դնել միանգամից կացինով կտրել այս ամեն ինչը, կլինի շատ մեծ գումարի արտահոսք դուրս։ Բայց պետք է այնպես անել, եթե մարդիկ աշխատում են, աշխատեն օրինական դաշտում։ Դրա համար պետք է լինի կասեցում որոշ ժամանակ, որից հետո նոր օրենքի մշակում ու հետո դրանից հետո աշխատանք։ Վերջին ընտրություններին Գյումրի մենք տեղեկություն ենք ստանում, հա, համոնում ու մեդիատիվություն շատ է շրջանառվում, որ վարչախումբը ընտրակերպարության կամ այսպես ասած ընտրակաշառքի նոր մեթոդաբանություն է կիրառել հենց կոնկրետ Գյումրիում, օգտագործելով այդ ընկերություններում գրանցված քաղաքացիների օգտարշիվները, ովքեր որ on-line խաղերի մեջ են, մարդկանց օգտարշիվներին տարբեր դեպություններով գումար են ստացվել եւ հետագայում արդեն բարձր ինչ է կատարվել։ Ինչ կասեք այս մասով եւ վերօգրյալ իրողությունները, եթե համադրում են, կարծում դա չի կարող խոսել այդ ընկերությունների եւ վարչախմբի կապի մասին։ Շնորհակալություն հարցի համար, շատ տեղին հարց, իմիջայլոց այդ հարցը,
այն հարցերի շրջանակում է, որը որ մենք ներկայացնում ենք դատախազություն, որտեղ մեզ էլ է մտահոգում, ու ես էլ անձամբ կարդացել եմ, որ եղել է նման բաներ։ Էլի այս հարցը երկու մասի բաժանենք։ Առաջին մասը, այն որ կապը կա ոնց ներկայացրեցիք վարչախմբի հետ, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ինչքանով է այդ կապը օգնում, որ չլինի վերահսկողություն այդ ոլորտում, սա արդեն դատախազության տիրույթում է, որ դատախազությունը պետք է այդ հարցերին պատասխանի։ Հարցի երկրորդ մասը շատ վտանգավոր է այս ամեն ինչը, ինչ առումով։ Էլի գալիս ենք անձնական տվյալներ, գեոլոկացիա, մարդկանց գտնվելու վայր։ Լավ, ինչի համար են, եթե տրվել է կոնկրետ Գյումրու բնակիչներին, իրանք հստակ գիտեն, որ այդ մարդը Գյումրիից է, իրանք կարող են հետևել, թե այդ մարդը արդյոք գնաց ընտրատեղամաս, թե չգնաց, 100%-անոց երաշխիքով ընտրակաշրջի ձևը, եթե նման բան տեղի է ունեցել, հա։ Եղել եմ ամուլում հրապարակումները, ես անձամբ եղել եմ Գյումրիում, ես Գյումրիում եմ լսել տարբեր մարդկանցից, դրա համար խնդրել ենք դատախազությանը տալ պարզաբանումներ, արդյոք նման բան եղել է, ու մեր խնդրանքում ոչ թե միայն տվյալ հարցի մասին պարզաբանումներ տալն է, այլ մենք խնդրել ենք տվյալ ընկերություններից պահանջել նախորդող ու հաջորդող 10 օրվա ընթացքում ինչքան բոնուսներ է գնացել Գյումրի քաղաքի բնակիչներին կամ այն ID-ներին, ովքեր որ Գյումրիում գրանցված են, ու արդյոք Գյումրիում այդ ընթացքում բացվել են նոր խաղահաշիվներ եւ այլն եւ այլն, հա։ Նու այս ամեն ինչից ելնելով կարելի է արդեն դատախազության պատասխանից հետո հստակ եզրահանգման գալ, արդյոք նման բան տեղի ունեցել է թե ոչ։ Դա շատ մտահոգիչ է ու մենք բարձրացրել ենք այդ հարցը, հուսով եմ պատասխանը կստանանք դատախազությունից։ Իսկ ակնկալիքներ կան դատախազությունից այնպիսի արձագանք, որը կենթադրի հետագա համագործակցություն, այսինքն ակնկալիք կա, որ այդ մարդիկ կառուցողական դաշտ կմտնեն եւ կտան ճիշտ գնահատական։ Ակնկալիք ամեն դեպքում կա, եթե մարդիկ մտածում են Հայաստանի Հանրապետության պետական շահի մասին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահի մասին, իրանք պետք է գնահատական տան այս ամեն ինչին։ Այլ տարբերակ չկա, եթե իրանց կողմից անտեսվի այն ինչ փաստարկված ներկայացվում է իրանց, հա, սա կլինի արդեն լրիվ ուրիշ տիրույթում։ Ես այս մասով կարող եմ ավելացնել նաեւ մի բան, որ տեսեք, այս ընկերությունների մասով ես չեմ լսել, որ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ իրավական ակտ լինի կամ ինչ-որ սխալ գործունեություն ծավալելու համար այս մարդիկ լինեն, ասենք, տուգանված, ինչ-որ պետական կառույցների կողմից։ Բայց, օրինակ կան երկու ընկերություն Հայաստանում, երկու ընկերություն, որոնք նաև Հայաստանի սահմաններից դուրս են գործունեություն ծավալում, ես կարող եմ ասել, նրանք այլ երկրներում իրանց վճարած տուգանքները հասնում է մի քանի միլիոնի։ Նույնիսկ մի դեպք կարող եմ ասել, հա, նո այս գաղտնիք չի, նկարահանապետ հարթակը ավիատոր խաղի օգտագործման համար Վրաստանի դատարանը տուգանել է հեղինակային իրավունքի խախտման համար, տուգանել է 330 միլիոն դոլարով։ Պատկերացնում եք ինչ տիպ է։ 330 միլիոն դոլարով տուգանվել է Վրաստանի դատարանն արել, կամ նույն ասենք այդ ընկերությունը, այն ինչ ես ասում եմ, հրապարակային տվյալներ են, որ յուրաքանչյուր մարդու հասանելի է։ Նույն այդ ընկերությունը Մեծ Բրիտանիայում 2.2 միլիոն տուգանքի է ենթարկվել նրա համար, որ չի ստուգել փողերի լվացման կանոնների խախտումը թույլ տվել եւ այլն, ասենք, հա, նույն նման բանով, Վիբետ, հա, Վիբետ, Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Շվեդիայում, ասենք, եղել են դեպքեր, որ իրանց մոտ եղել է ու հասնում է այս ամեն ինչը մի քանի միլիոնների։ Այստեղ մենք գործ ունենք, գիտեք, վարքագծի հետ, որ պետությունը, երբ որ մի պետության մեջ չկա վերահսկողություն, ինչ որ մի ոլորտի նկատմամբ, տվյալ ընկերությունները անում են այն, ինչ իրենք ուզում են անեն։ Դրա համար մեր նպատակն է դատախազությունից ստանալու հիմնավոր պատասխան բոլոր այս ոլորտների մարդկանց, արդյոք այս ընկերությունները օրինական են գործում Հայաստանում, թե ոչ։ Որտեղ մենք ուզում ենք ապրել մի այնպիսի երկրում, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, որպես
որտեղ բոլորը գործում են այնպես, որ պետական չվնասեն պետական ու հանրային շահին։ Բայց ինչքան ես հասկանում եմ, այս ընկերությունները, այս ոլորտը ունի շատ լուրջ պետական աջակցություն եւ անտեսվում է իրանց արած յուրաքանչյուր քայլը։ Այստեղ ելի եմ ասում շատ լուրջ մենք այս կոռուպցիոն ռիսկեր, այդ ֆինանսական մասը, ծրագրային անվտանգություն ու մեծ էլ այդ անձնական տվյալների պաշտպանություն։ Այս 4 հարցերի խմբի մասով խնդրել եմ դատախազությունից, որ դա հստակ դիրքորոշում ու պարզաբանումներ կոնկրետ հարցերի վերաբերյալ։ Չէ, ասեմ ինչպես է լինում, հա, այստեղ ոչ թե իրանք տեղյակ են պահում, որ կարելի է, թե չի կարելի, այստեղ կատարվում է հետևյալ ձևով, երբ որ մարդը գրանցվում է, այնտեղ կա վանդականիշ, որտեղ մարդը իր համաձայնությունը պետք է նշի։ Այնտեղ համաձայն եմ գաղտնիության քաղաքականությանը։ Գաղտնիություն քաղաքականության կոչվածը այն մանր գրվածքն է, որ մեր քաղաքացիները չեն սիրում կարդան, երբեք չեն սիրում կարդան, բայց այստեղ գոյություն ունի իրավական տեսանկյունից գոյություն ունի մի բան, երբ որ տվյալ գաղտնիության քաղաքականությունները գրված են անօրինական կամ օրենքի խախտումներով, հա, այդ դեպքում օրենքը քաղաքացու կողմն է։ Ասենք այնպես չի էլի, որ իրանք ասել են դուք համաձայնվել եք, ուրեմն վերջ։ Այդ նույնն է, ոնց որ մարդը գնա տա համաձայնություն, ասի այդ ինձ սպանեք, բայց այդ սպանողը պատասխանատվություն չկրի, ասենք այդ չկա այդպիսի բան։ Այստեղ անձնական տվյալների պաշտպանությունը այս դեպքում հիմնարար իրավունք է, որից հրաժարվել քաղաքացին չի կարող։ Նու ես կարող եմ այստեղ մի ընկերության գաղտնիության պայմաններից մի նախադասություն կարդալ, մենք կարող ենք փոխանցել ձեր անձնական տեղեկությունը մեր կողմից ընտրված վստահելի գործընկերներին, ներառյալ ցանկացած այլ կողմերի, որոնց հետ մեր գործընկերները ունեն տվյալների փոխանցման պայմանավորվածություն։ Հասկանում եք, այստեղ դաշտը այնքան լայն է։ Այս մարդը համ իր կողմից վստահելի գործընկերոջն է տալիս մեր բոլորի տվյալները։ Ու հետո ասում է, այս գործընկերն էլ կարա իր հերթին տա ուրիշներին։ Ախր սա օրենքի խախտում, ասում, չի կարա սենց բան լինի։ Սրա դեմը կոնկրետ պետությունը պետք է առնի։ Իսկ բոլոր կազմակերպություններն են, որ կարող են փոխանցել իրենց կողմից վստահելի, թե իրանք են որոշում։ Չէ, այստեղ իրանց որոշելունը չէ, իրանք պետք է անեն այնպես, ինչպես օրենքն է ասում։ Օրինակ կան կազմակերպություններ ամենայն ազնվությամբ եմ ասում, որ իրենց գաղտնիության պայմաններում մարդիկ ասում են, որ մենք կրում ենք պատասխանատվություն այն դեպքում, երբ որ ձեր անձնական տվյալները կորի կամ լինի արտահոսք եւ այլն, կան այդպիսի կազմակերպություններ, բայց կա նաեւ կազմակերպություն, որ ինքը ասում է, ես կարամ երրորդ երկիր էլ փոխանցեմ ու այսպես, հա, բիզնեսի բարդ եւ անընդհատ փոփոխվող բնույթի շնորհիվ մենք չենք կարող երաշխավորել եւ ոչ էլ պնդում ենք, որ կլինի ձեր անձնական տեղեկության գաղտնիության անթերի ապահովում։ Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր անձնական տեղեկությունների անուղղակի պատահական, հետևանքային եւ պատժելի վնասների հետ կապված որևէ կորստի օգտագործման կամ տվյալների տրամադրման համար։ Այսինքն, այն ինչ ես խոսում եմ նույն ընկերության մասին։ Ինքը պատասխանատվություն չի կրում ոչ մի տեսակի, բայց ինքը, հա, Չէ, ես ընկերությունների մասով չեմ, 4 ընկերություն կա, ամեն մեկի գաղտնիության պայմանները լավ կլինի յուրաքանչյուր մարդ ինտերնետից ընդհանրապես օգտվելուց կարդա պարտադիր ծանոթանա, որովհետև դրանից շատ բան է կախված։ Այստեղ դրա համար շատ կարևոր են այս հարցերը, որոնց մասին դատախազությունը պետք է, ես հույս ունեմ ու լիահույս եմ, որ իրանք կտան պարզաբանումներ։ Դրանից հետո հետագա քայլերը։ Հետագա քայլերը ես մտածում եմ այս մասով, կարելի է, քանի որ վերջին նամակով վերահսկող մարմինը առաջարկություններ արել հանդիպելու
ու քննարկելու մեր կողմից առաջարկներ օրենքի փոփոխության ու ոլորտի վերաբերյալ, դատախազության պատասխանից հետո պարզ կլինի, ասենք ոնց, որովհետև ես հույս ունեմ, որ կարող ենք որոշակիորեն օգնել ոլորտը կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։ Ինքը 1 օրվա, 2 օրվա, 3 օրվա աշխատանք չի, սա պահանջում է շատ լուրջ աշխատանք, լուրջ մասնագետների ներգրավմամբ ու ես լիահույս եմ, որ դատախազությունը կտա այդ հարցերի պատասխանները, որոնցից հետո էլ արդեն պարզ կլինի, թե մենք ինչ ենք անելու։ Իսկ ռեալ հնարավորություն տեսնում եք, որ օրինակ թե ծրագրավորված շահումները, անձնական տվյալներին շատ խոսեցինք, դրանք հնարավոր է հիմա հասկանալ, օրինակ ովքեր էին ծրագրավորված հաղթել, որ կազմա հիմնականում պարտում, այսինքն հնարավոր է հասկանալ, որ հաստատն է, որ ինչ ինքը հաղթնա ու խոսել այսպես խոշոր թեմաների մասին։ Տեսեք, հնարավոր է, այստեղ հարցը կանում է նրանում, այդ մարդիկ կուզեն թե չեն ուզի։ Նայեք, այստեղ ես ունեմ ասենք 2-3 սկրինշոթ, որտեղ նույն անձը 1 օրվա ընթացքում շահում է, ասենք, սա մեկ ընկերության կողմից իրանց մոտ այնտեղ նշվում են օրվա խոշոր շահողներ, ամսվա խոշոր շահողներ, 2 օր առաջ նաև այցելեցի, ասենք մեկը շահել է, չգիտեմ, 500 միլիոն դրամ, ամսվա ասենք հաղթողն է, 1.2 միլիոն դոլար, ասենք հաղթել է, լավ արել, եթե այդ ամեն ինչը արդար է, լավ արել, եթե այդ ամեն ինչը արդար է, բայց որ ում հետ խոսում ես մարդկանց հետ, բոլորը պարտված են, բայց չգիտես ոնց են, որ մարդիկ են հայտնվում, որ շատ խոշոր գումարներ միանգամից հաղթում են այդ մարդիկ։ Ստեղ էլի մենք դատախազությանը խնդրել ենք ուսումնասիրի շատ խոշոր շահումները, էլի եթե սա սովորական քաղաքացին պատահականության սկզբունքով խաղի արդար խաղի միջոցով մարդը հաղթել է, իսերը ասա թող բարով վայելի այդ տվյալ մարդը իր հաղթանակը, բայց եթե մենք ստեղ գործ ունենք համակարգված կոռուպցիայի հետ, երբ որ կարա լինի, գիտեք, օրինակ այս ID-ն կդնի այսքան խաղադրույք ու ինքը պետք է հաղթի ջեքփոթը, նման դեպքերին մենք դեմ ենք ու ստեղ ինչի համար ենք դեմ, որովհետև սրանով խափում են այն մարդկանց հասարակության այն շերտին, որոնք որ խաղում են այնտեղ, թեկուզ ուզում են մի բան հաղթեն։ Ու հետո հաղթում են, դրանից հետո իրենց յուրայինները։ Իմիջայլոց այդ լինքերը, ես խորհուրդ չեմ տալիս, այստեղ կան 2 ընկերությունները, խորհուրդ չեմ տալիս այս նման հավելվածներից ընդհանրապես օգտվել, կապ չունի, սրանք կլինեն ինտերնետ շահումով խաղ կամ այլ ծառայություն։ Եթե իրենց մոտ, ելի եմ կրկնում, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ օրենքի շրջանակներում է անվտանգության տեսանկյունով, հավատացած եղեք եւ Apple Store-ը եւ Google Play Market-ը թույլ կտան, որ տվյալ app-երը լինեն իրենց ծառայություններում եւ մարդը իրավունք ունենա օֆիցիալ ներբեռնելու։ Եթե այնտեղ չեն, ուրեմն այստեղ ինչ որ մի բան այն չի։ Կան էլի հարցեր։ Ձեզ եմ շնորհակալ, որ այսօր ժամանակ գտաք ու եկաք ու ես վստահ եմ, որ մեր մոտ ամեն ինչ կհաջողվի։